Քաղաքապաշտպանության նկատառումներից ելնելով այսօր վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է բժշկական օբյեկտներ եւ տեղում ծանոթացել դրանց տեխնիկական հագեցվածության հետ։ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում ապաքինվում են ռազմական գործողություններից տուժած պաշտպանության բանակի ժամկետային եւ պայմանագրային զինծառայողները։ Վարչապետն ու նրան ուղեկցող նախարարները հետաքրքրվել են վիրավոր տղաների առողջությամբ։ Դավիթ Ղարամանյանի հետ զրույցից հասկանում ես, որ սա այն դեպքն է, երբ պատերազմական իրավիճակում թիկունքն ու ճակատը խառնվում են իրար եւ թիկունքի գծով տեղակալը հայտնվում է առաջնագծում։ Գևորգ Հյուսնունցը հակառակորդի դիպուկահարի դարանակալ գնդակից է վիրավորվել։ Էզին ընկայելի ու մեր տղեկ եկան օգնին բերին հացրին բերին ջաբել են հոսպիտալ ներձարս բան այն էլի ուրեցին ու բերին ստե Լուկաշ Հակոբյանը ժպիտը դեմքին խուսանավում է պատմել իրականությունը։ Խնդրում եմ էլի, ինչ ասեմ։ Պաշտպանության նախարարի քաջալերումից հետո միայն բացում է փակագծերը, անհավասար մարտ են մղել 15-ը 200-ի դեմ։ Որ ենք հարձակվել են 200 հոգով, իրանց հետ ենք մղել էլի։ Կարողացել ենք պաշտպանել մեր դիրքը, որ իրենք չգրավեն այդ։ Հետո օգնության են ասել կամավորականները եւ այդպես Կարով ենք տվել էլի։ Հերոս տղաները կծկտուր պատասխաններ էին տալիս, փորձելով համեստորեն մեղմացնել իրենց արարքի իրական նշանակությունը, իսկ հարցին թե ինչպիսին է նրանց տրամադրությունը, միայն այդ ժամանակ չէր ուշանում պատասխանը, տրամադրությունը մարտական է։ Որ դուխով լինեն ու միշտ պաշտպանեն դիրքերը։ Չթողեն ինչ-որ բան անեն նրանք։ Սաղին խաղաղություն ու ամեն մեկ հասնի իր ծնողներին։ Օրեր շարունակ արտակարգ ռեժիմով աշխատող հանրապետական բժշկական կենտրոնում փոքրինչ թուլացել է աշխատանքային լարվածությունը։ Այստեղ շարունակում են բուժվել վիրավորները։ Կամավոր Արսեն Ղազարյանը ներկայացնում է իր հերոսապատումը։ Миномёту де то квадратные салали, вертосанки амутюшинки եկալ, եկալ նորից բլինդաժի պատրոնեն заправить teraz թեզա երկալա պուսկալի սրաչ տարակալի մինամետ բասկան գրանջլետը պահալ կեցիներ շավարտա Կարեն Բայզյանի խոսքով այս պահին հանրապետական բժշկական կենտրոնում 9 վիրավոր կա որից 4-ը քաղաքացիական անձինք են ռմբակոծության ժամանակ տուժած 5 զինծառայող նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում վիճակը դեռ մնում է ծանր Չնայած կա այս մեկ օրվա մեջ մի քիչ դրական տեղաշարժ, որը մեզ հույս է տալիս, մնացածները բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, բոլորի վիճակը բավարար է կամ բավարարի մոտիկ, այսինքն դրական դինամիկա կա, ապաքինվում են։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Հայրապետյան, օր